Здравствуйте, я Лариса Бабасян. Я помогу вам говорить по-русски уверенно и грамотно. Բարև ձեզ, ես Լարիսա Բաբասյանն եմ, ես կօգնեմ ձեզ խոսել ռուսերեն վստահ եւ գրագետ։ Եկեք այսօր խոսենք ածականներից։ Прилагательные ածական, прилагательные ածականներ, հա? Ցույց են տալիս գոյականի հատկությունը, դա признак существительного հատկություն, признак, այսինքն ինչպիսի լինելը։ Հայերենում մենք ինչ սեռի ուզում է գոյականը լինի, մենք հարց ենք տալի ինչպիսի, հա? Կապ չունի, որ սեռի է։ Ռուսերենում դա տարբերություն ունի, мужской, женский и средний род։ Значит, мужской род отвечает на вопросы, պատասխանում է հարցերին, отвечает на вопрос какой, ինչպիսի, какой։ Եվ պատասխանի վերջավորությունները ой, ый կամ ий։ Օրինակ, большой дом, да? Дом это мужской род, поэтому какой большой дом, да? Красивый дом, гեղեցիկ տուն, красивый дом, синий костюм, կապույտ, հա, կոստյում, синий կոստյում, նկատեցիք վերջավորությունները։ Եկեք օրինակ բերենք հենց մեր հայկական ավանդական ճաշատեսակներից, հա? Ուրեմն, օրինակ, шашлык, հա? Мужской род, какой шашлык? Горячий, мой, իմը հիշում եք ստացական դերանունները, мой шашлык, հա, խորոված, мой խորոված, հենց այդպես էլ կարակ ասեք, твой խորոված, горячий խորոված, вкусный խորոված, համեղ, ես հիմա արտահայտված եմ ասում, հա, վերջավորությունները, որ դուք հասկանաք ինչպես պիտի ասեք, հա, вкусный, горячий, мой, твой, եւ այլն, хороший, да, хороший шашлык, լավ խորովածը, хороший шашлык, свиной, խոզի խորոված, հա, свиной, куриный, հավի, от слова курица, հա, куриный, да, мужской родներ։ Ահա, հիմա եկեք նայենք женский род, ածականները женский ռոդի պատասխանում են какая հարցին, դե հայերեն էլի ինչպիսի է, какая, да, например, девушка, какая, հա, օրիորդ, девушка, женский род, եւ պատասխանի վերջավորությունը я, высокая, боёв, высокая девушка, красивая девушка, гեղեցիկ, да, или синяя сумка, կապույտ պայուսակ, синяя сумка։ Եկեք ավանդական ճաշատեսակներից բերենք օրինակ, кюфта, горячая кюфта, да, вкусная гата, гата, այովա վերջանում ձայնավորով женский род, вкусная гата, горячая кюфта, да, или вкусная толма։ Իսկ եթե ուզում եք իմանալ ավելին, գրեք կամ զանգահարեք մեկնաբանություններում նշված հեռախոսահամարով։